Ինձ թվում է բոլորդ եք, չէ, ականատես եղել Instagram-ում, թե օտար ազգի ներկայացուցիչներն ինչքան են գովացել Հայաստանը, հայ ազգին մեր օգնության հասնելու կարողությունը, այդ մենք գիտենք, բայց հարց էլի, պիտի օտար լինեն, որ օգնեք։ Հիմի Մալաթիա Սեբաստիայում կինոթատրոնի մոտ մի հատ աղջիկ 29 տարեկան հայ աղջիկ շատ վատ վիճակում է։ Չեք ուզում օգնեք ժողովուրդ։ Հիմի Գագիկ Շամշյանի տեսանյութն եմ դնելու ու չգիտեմ առողջապահության մինիստրությունա թե այն ընտանեկան առողջության կենտրոններ են, բարեգործական կազմակերպություն են, որ ինձ նայում են, իրանց մասին խոսացել եմ, ժողովուրդ ջան, խնդրում եմ մի հատ օգնեք այդ աղջկան, հասկացեք ինչ խնդիր ունի, ինչն է պատճառը, ու вообще որ 103 են զանգում գալիս եք, ինչ աջակցություն եք ցույց տալի փողոցում ու չեք տանում հիվանդանոց։ Օգոստոսի 18-ն է գտնում ենք Երևան Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ժողովրդին ավելի շատ հայտնի Հայաստան կինոթատրոնի դիմացի այգում, զբոսայգում, որտեղ ըստ բնակիչների, քաղաքացիների ինչքան ժամանակ է անօգնական գտնվող մոտ 29 տարեկան աղջիկը հայտնվել է փողոցում։ Հիմա քաղաքացիներն են հոգ տանում, ինչով կարողանում են։ Ինքը մոտավորապես քանի օր այստեղ է։ Ասում եմ, որ առավոտվանից է այստեղ։ Հա։ Մի քանի անգամ շտապօգնությունը ինքս եկել։ Այն կողմերն մի այսօր այստեղ եք։ Այնտեղ Էնյանի վրա էր, հա։ Շտապօգնությունը եկել է։ Իրան փողին չի գնացել։ Հիմա այստեղից խնդրանքով դիմում ենք սոցիալ նախարարությանը, Երևանի քաղաքապետին, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին, առողջապահության նախարարին։ Խնդրում ենք շատ շտապ, հրատապ ձևով եկեք կարգավորենք այս խնդիրը, որպեսզի փողոցում հայտնված անօգնական քաղաքացին գոնե տեղափոխվի խնամքի կենտրոն։ Իմ տեղեկություններով շտաբօգնությունը Երևանի 103 շտաբօգնության բժիշկների հերթապահ մի քանի խմբեր մի քանի անգամ եկել են, օգնություն են ցուցաբերել, երկու անգամ տեղափոխել են խնամքի կենտրոններ չեն ընդունել ու տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն, ժողովրդի լեզվով ասած Նուբարաշենի հոգեբուժարան, այնտեղ էլ չեն ընդունել։ Հիմա տեսեք, դողը խեղճ աղջկա դողը տալիս է։ Այն որ ասում է խելքի տվեք, չգիտես ինչ բառեր ասես։ Այս մարդիկ են անընդհատ գալիս, օգնություն ցուցաբերում, ով ինչով կարող է։